Արդեն երկար ժամանակ է, ինչ սոցիալական ցանցերը դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը։ Շատերը օրը սկսում եւ ավարտում են հեռախոսի էկրանի դիմաց, հաճախ անգամ չնկատելով, թե որքան ժամանակ են անցկացնում վիրտուալ միջավայրում։ Միջազգային հետազոտությունների համաձայն միջին օգտատերը օրական ավելի քան 2 ժամ է անցկացնում սոցցանցերում, ինչը հանրագումարում տարիների ընթացքում վերածվում է մարդկային կյանքի զգալի հատվածի։ Մասնագետների կարծիքով խնդիրը ամենևին էլ միայն ժամանակի կորուստը չէ։ Սոցցանցերը ժամանակի ընթացքում փոխում են օգտատերերի ուշադրությունը, միջանձնային հաղորդակցությունն ու նույնիսկ մտածողության ձևը։ Սոցիալական ցանցը կարծես այդ ինֆորմատիվ դաշտի բազմազանությամբ հնարավորություն է տալիս ստեղծել այնպիսի մի դաշտ, որտեղ մարդու պահանջմունքային հենքը կարող է փոփոխության արագ ենթարկվել։ Հոգեբանների դիտարկմամբ սոցիալական ցանցերը կառուցված են այնպես, որ մարդը մշտապես ցանկանա վերադառնալ դրանց։ Անընդհատ թարմացվող բովանդակությունը, նոր տեղեկությունների հոսքն ու ոչինչ բաց չթողնելու փափագը ի սկզբանե նախատեսվածից շատ ավելի երկար են մարդկանց պահում էկրանների դիմաց։ Մասնագետները նշում են, տեղեկատվական գերհագեցվածությունը ժամանակի ընթացքում կարող է բերել նաև հուզական այրման։ Երբ որ ինֆորմատիվ դաշտը շատ է եւ օրինակ թեկուզ կամ բացասական ինֆորմացիա շատ լինի սոցիալական ցանցերում, երբ որ անձը անընդհատ թերթում է եւ անընդհատ բացասական ինֆորմացիա է, կարծես գալիս է մի պահ, որ այլևս դրսից արտող որոշակի գործոնները ոնց որ կարող են մարդուն չհետաքրքրել։ Ըստ մասնագետների, բացասական ազդեցություններից ամենամեծը մարդու ուշադրության կենտրոնացման հետ է կապվում։ Կարճ տեսանյութերի եւ արագ փոփոխվող նյութերի պայմաններում ուղեղը սովորում է վայրկյանական հաճույքի, ինչի հետևանքով դժվարանում է երկար ժամանակ կենտրոնանալ մեկ գործունեության վրա։ Մարդը սովորում է վայրկյանական հաճույքին եւ շատ արագ անցնելուն, ինչ որ մի բան հաճույք բավարարելու նպատակով կամ ինչ որ մի ինֆորմացիա կլանելու նպատակով դրանից դժում է ուշադրության կենտրոնացումը։ Հոգեբանները նաև նկատում են, վիրտուալ ակտիվությունը հաճախ ուղեկցվում է իրական շփումների նվազումով։ Առավել խոցելի խմբում երեխաներն ու դեռահասներն են, որոնք ավելի հեշտությամբ են հայտնվում սոցցանցերի ազդեցության տակ։ Սոցիալական ցանցերում մարդիկ փորձում են բավարարել հաղորդակցության, ճանաչված լինելու եւ ինքնադրսևորման պահանջները, ինչը սակայն երբեմն հանգեցնում է մեկուսացման եւ ինքնագնահատականի հետ կապված խնդիրների։ Մարդը տեսնում է այլ մարդկանց երջանիկ կյանք, հաջողված կյանք, գեղեցիկ նկարներ, գեղեցիկ պատկերներ եւ անընդհատ մարդը ձգտում է այս ճանապարհով հատել կատարելության մի կերպարի, մի երջանկության կեղծ պատրանքի, որը իրականացնելը անհնար է։ Սոցիալական ցանցերը ինքնին միայն բացասական երևույթ չեն, դրանք կարող են լինել նաև կրթության կարևոր գործիք, նկատում են մասնագետները եւ միաժամանակ հավելում, կարևոր է հաստատել առողջ սահմաններ, վերահսկել էկրանի առջև անցկացվող ժամանակը եւ չկորցնել իրական կյանքի ընկալումն ու պահպանել ոչ վիրտուալ, այլ իրական շփումները։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։